Սկզբնական շրջանում բնականաբար եղել եմ աշակերտ, մարդիկ փայտ են բերում, զարդեր էին քանդակում, ես անտաշ քար էի տանում եւ քարի վրա խաչեր էի պատրաստում։ Նույնիսկ մեկը այնքան հաջող ստացվեց, որ այնտեղ դպրոցում թանգարան կար, մինչև այսօր էս այդ թանգարանում այդ առաջի գործս մնում է։ Քարը թելադրում է, թե ոնց իրեն կերտեմ, ինչ խաչքար ստանեմ։ Քարը հանքից բերում ենք, կտրած է լինում, քառակուսի այսպես, կամ էլ անտաշ քար է լինում, եթե ազատ ոճի ստեղծագործականը, ինչպես ասեցի, էսքիզը այդպես է ծնվում։ Խորություններն ենք տալիս, աստիճանաբար իջնում ենք խորության, հետո բաժանում ենք, ինչպես գիտենք, սա վարդնակը մեր երկնի խորհուրդն է կրում, վարդնակի հատվածն ենք գծում, հետո խաչի, որը խաչն է փրկագործության խորհուրդն է կրում, ինչպես Հիսուսը եկավ երկրագունդ եւ ցույց տվեց փրկության ճանապարհը, խաչվեց եւ այդ օրվանից խաչը դարձավ մեզ համար որպես փրկագործության խորհուրդ։ Այնուհետեւ քիվը, որը քիվի հատվածում դրախտն է խորհրդանշում, լինում են քանդակային զարդերով կամ էլ առաքյալներն են, ավետարանիչներն են, որպես դրախտն է խորհրդանշում փուլերով։ Քրիստոնեությունը զարգանալով իր հետ զարգացում է ապրում խաչքարագործությունը եւ 4-ից 7-րդ դարում խաչակոթողները 9-րդ դարից խաչքարի գաղափարն է ի հայտ գալիս, այս մեր կանոնիկ խաչքարը միջնադարյան։ Բայց արվեստը այնպիսին է, որ միշտ ինքը ձգտում է նորարարության եւ ստեղծագործության թռիչքների, ինչպես միջնադարում նկարչությունը եւ կան, այդպես էլ մեր ժամանակակից խաչքարագործությունը, ժամանակակից վարպետները իհարկե իրենց ձեռագիրն են թողում եւ մի փոքր ավանդական հասկացությունից շեղվում են, նորանոր էսքիզներ են անում, նորանոր ստեղծագործություններ են անում։ Քարերը տարբեր են լինում, կան բազալտ, գրանիտ, մարմար եւ կա տուֆ, որը իսկական հայեցի քար է։ Ես տուֆը շատ եմ սիրում եւ որպես խաչքարի նյութ ինձ համար միայն ընդունելի է տուֆը։ Ինքը շատ գեղեցիկ զարդեր է պահում, լույս ու ստվերը իր վրա շատ արտահայտիչ է եւ գեղեցիկ է երևում։ Պետք է սիրով մոտենալ եւ շատ ժամանակ զրուցում եմ ես քարի հետ, ոնց որ իմ ընկերն է, քանդակել ընթացքում դառնում է ինձ ընկեր հոգեհարազատ եւ լինում է նաեւ նենց, որ տրամադրություն չեմ ունենում կամ չեմ ուզում աշխատեմ, մոտենում եմ քարին եւ բացասական երևույթները, էմոցիաները մոռանում ես։ Մեր հին վարպետները Մոմիկը, Պողոսը շատ ազատ են ստեղծագործել։ Այնտեղ չկա ճշգրիտ կանոնի եւ տենց իդեալական ուղղությամբ, հա, գծերը ուղիղ սլացող։ Ազատ են մոտեցել եւ գիծը կա մի զարդը ուրիշ չափ է, մյուս զարդը տարբեր է։ Նույնիսկ զարդերը չեն կրկնվում, տարբեր են արվում։ Եթե համարձակ ես մոտենում, տենց ավելի գեղեցիկ է նայվում, մենք գնում ենք մեր միջնադարյանն ենք նայում, գալու է դարաշրջան, որը գալու են այսօրվանը նայեն, իհարկե պետք է հենվելով մի քիչ առաջ ասեցին հենվելով միջնադարյան խաչքարի վրա նորն է պետք ստեղծել, որը թողենք նոր ժառանգություն, նոր ասելիք մեր սերունդների համար, որպեսզի նոր պատմության էջ գրենք, ասելիք ունենանք հաջորդ շրջանի համար։